Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը արել է մի շարք հայտարարություններ։ Սպասելի էր, որ որևէ նոր բան պարոն Լավրովը չի ասելու, սպասելի է, որ ռուսական քաղաքականությունը եւ ռուսական բարապաշարը, այդ թվում նաեւ Հայաստանի ուղղությամբ անփոփոխ են մնում վերջին առնվազն մի քանի տարվա ընթացքում։ Եվ ստիպված եմ լինելու այդ ամենի մասին խոսել հերթական անգամ, որովհետև այսօր չխոսել այդ մենի մասին անհնար է, գրեթե անհնար է, որովհետև այդ ամենը իր մեջ պարունակում է բավականին լուրջ դեստրուկտիվ տարրեր, որոնք ուղղված են իմ երկրի, մեր երկրի, Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ։ Ինչ է ասել այսօր պարոն Լավրովը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումներից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։ Փորձեմ մի քանի դրույթով անդրադառնալ։ Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ասում է պարոն Լավրովը։ Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ, ասել է նա։ Իդեպ պետք է նաև նշենք արդարությունից ելնելով, որ այդ նախապատրաստական աշխատանքները արդեն 3 տարուց ավել է, որ ընթանում են, եւ եթե չեմ սխալվում, 1 տարի առաջ, հունիսի կամ հուլիսի 1-ին, գրեթե 1 տարի առաջ նույն Լավրովը հրաման է ստորագրել Կապանում հյուպատոսություն բացելու մասին։ Հրամանը արդեն կա, հյուպատոսությունը դեռ չկա։ Երևի թե ուրախության մեզ։ Ավելի վաղ նրա ներկայացուցիչ, հենց նրա ներկայացուցիչ Մաշա Սախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա։ Եվ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Հասկանում եք, չէ՞ կապը, մինչև մայիս։ Այսօր մայիսի 21-ն է Լավրովը Երևանում է։ Սպասենք նորությունների, հուսանք, որ այդ նորությունները մեզ համար այնքան էլ վատը չեն լինի։ Իսկ նրանք կարող են լինել վատը։ Այն պարզ պատճառով, որ Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության ռուսիֆիկացիայի եւս մեկ տարր։ Տարերը տարբեր են։ Գյումրիում մենք տեսել ենք այդ ամենը, Վաքխանալյան, որը սկսվել է Ղուկասյանի ինաուգուրացիայի երթման արարողությունից եւ շարունակվել է մայիսի նիտոնակատարություններին։ Եվ ահա ես ընթերցեմ, ինչ է գրում Հայաստանում ներկայացված ռուսական ԶԼՄ-ներից մեկը։ Մոսկվան հայտարարել էր, որ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։ Իրոք, փաստորեն ստացվում է, որ այն ռուսական ներկայությունը, որը եղել է Արցախում, բխում էր արցախցիների եւ Արցախի հանրապետության շահերից, հա։ Հիմա էլ եկել ենք, հասել ենք արդեն Հայաստան, Սյունիքի մարզ, հիմա այստեղ է բխում։ Ես չգիտեմ, երևի թե եւ ոչ թե երևի թե այլ վստահ եմ, որ այդ ներկայության ընդլայնումը Սյունիքում, ռուսական ներկայության ընդլայնումը Սյունիքում, ինչպես գրում է այդ հայատար ռուսական ԶԼՄ-ն, բխում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։ Ոչ միայն երկարաժամկետ, նաև կարճաժամկետ։ Բայց Հայաստանի դեպքում շատ լուրջ կասկածներ ունեմ։ Մեկ պարզ պատճառով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը ուղղակի չեն համընկնում։ Սա իրողություն է։ Եթե Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնեին, մենք այսօր Հայաստանի Հանրապետության 200 քառակուսից ավել օկուպացված տարածք չէինք ունենա ադրբեջանական օկուպացիայի տակ։ Իդեպ շարունակելով միտքը, ստիպված եմ շարունակել պարոն Լավրովի հայտարարությունները, հապկ։ Մարդը շատ հանգիստ նշել է, որ Հայաստանին օգնություն է առաջարկվել 2020 թվականին, 22 թվականին կներեք, ջերմուկի վրա ագրեսիայի ժամանակ, բայց արի ուտես Հայաստանը այդ օգնությունից հրաժարվել է։
փակագծերը բացենք ինչ օգնության մասին խոսքը, այդ հապկի ինչ որ առաքելություն դիտորդական, որը պետք է գար ինչ որ դիտորդություն աներ, որ հասկանար թե ադրբեջանցիք, չգիտեմ, ինչ տարածքներ են գրավել եւ ինչ էր դրանից փոխվելու։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, հետեւաբար տարածքային ամբողջականությունը։ Ես չգիտեմ որքանով է անհրաժեշտ եւ ճիշտ այսօր անդրադառնալ այս ամենին, ես ստանում եմ այս ամենը այն ուղղությամբ, որ Ռուսաստանը չի փոխվում։ Պարոն Արարատ Միրզոյանը ասում է, որ այսօր ունեցել է շատ կոնստրուկտիվ քննարկում Լավրովի հետ, շատ լավ բարիդրացիական ատմոսֆերա է եղել, մթնոլորտ է եղել։ Ես ուղղակի փորձում եմ դատել, դատողություններ կազմել Լավրովյան հայտարարություններից։ Ինչ է ասում Լավրովը։ Հապկ, եկեք նորից վերադարձեք հապկ փաստացի, 3+3, բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ձևաչափով, արտաքին ուժերը այստեղ չպետք է լինեն, տարածաշրջանային ձևաչափով լուծվել է արդեն 22-ին, 20-ին, 23-ին, ում հաշվին է լուծվել։ Մեր հաշվին, հայ ժողովրդի հաշվին։ Ուզում ենք շարունակենք, այս արատավոր պրակտիկան։ 102-րդ բազան շատ կարևոր մեխանիզմ է Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Ինչ Գյուլնաստատի հեքիաթներն են։ Եվ խնդիրը նրանում է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք շարունակում են հավատալ այս հեքիաթներին։ Ոչ միայն հասարակության մակարդակով, եթե մենք փորձենք դատել Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններից, ինչ որ տպավորություն է ստեղծվում, չգիտեմ, որ նա ուզում է հավատալ այս ամենին, ցանկություն ունի, որ ինչի հավատում, ճիշտ է խոսենք, չի հավատում, հասկանում է ինչ է կատարել, բայց շատ է ուզում հավատալ, որ Ռուսաստանը ստեղ է, Ռուսաստանը օգնում է, Ռուսաստանը երաշխավոր է, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ երևի թե պարոն Միրզոյանը դրանից ելնելով է նշում, որ Լավրովի հետ բանակցությունները, ցիտում եմ, բավականին ընդգրկուն եւ կառուցողական էին։ Միգուցե տեսնենք, սպասենք, թե ինչ անդրադարձ կլինի մոտակա ժամանակներում։ Հուսով եմ, որ այդ անդրադարձը չի լինելու կապանում հյուպատոսության բացման տեսքով, որովհետեւ ինչ է նշանակում մեզ համար կապանում ռուսական հյուպատոսություն, սա նշանակում է մեծ քայլ դեպի այն ճանապարհը կամ միջանցքով, ինչպես կոզի, որտեղ պետք է վերահսկողությունը կատարի իրականացնի ռուսական ՖՍԲ-ն։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի շատ հնարավոր է Թուրքիայի համատեղ պլանը Ղարաբաղը տեղափոխել Հայաստանի տարածք, Ղարաբաղյան խնդիրը տեղափոխել Հայաստանի տարածք, սկսվում է իրականանալ։ Սա մեզ համար շատ լուրջ մարտահրավեր է։ Իր բոլոր բացասական, իսկ դրական այնտեղ հետևանքներ չկան, հետևանքներով։ Սա լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Ես հուսով եմ, որ այս մարտահրավերի լրջությունը եւ վտանգավորության աստիճանը մեր ղեկավարությունը շատ լավ հասկանում է։ Եթե հասկանում է, ուրեմն կապանում ռուսական հյուպատոսություն չպետք է լինի եւ ընդհանրապես ոչ միտեղ չպետք է լինի։ Ռուսական ներկայությունը Հայաստանում պետք է կրճատվի, այլ ոչ թե ավելանա։ Որտեւ դա մի երկրի ներկայություն է, որը Հայաստանին կարգել է թշնամի, հենց այսպես։ Ոչ թե մենք ենք կարգել, այլ իրենք են կարգել։ Եվ սա իրողություն է։ Չեմ ասում, որ սա ինձ ուրախացնում է։ Սա իրողություն է։ Բայց արի ու տես, որ Լավրովը շարունակում է կերակրել մեզ պատրանքներով, իսկ մենք, եթե փորձենք դատել արձագանքից, որը հնչեց այդ ասուլիսի ժամանակ, այդ կուտը ոնց որ թե ուտում ենք։ Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ, հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում, ասում է Լավրովը։ Փաստորեն 200 կիլոմետրը մեր սուվերեն տարածքը չէ։ Իսկ ո՞րն է մեր սուվերեն տարածքը։ Միգուցե վաղը լինի ադրբեջանական հարձակում, պայմանական, հա, ինչ որ հերթական տարածքները գրավեն, օրինակ Սևանա լճի ափին։ Ու Լավրովը ասի, բայց դա ձեր սուվերեն տարածքը չի, մենք այդ տարածքի հարցում ենք պատրաստ ձեզ։ Դուք հասկանում եք, չէ, ինչ աբսուրդի է հասնում այս հրետորաբանությունը։
Լավրովը այսօրվա իր ելույթի ժամանակ ես սա հատուկ եմ պահել ինձ մոտ մեկ ճշմարտություն է ասել մեկ միտք է եղել որ ես համապատասխանում եմ իրականությանը որի հետ ես համաձայն եմ պատասխանելով լրագրողի հարցին որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական եւ բելարուսական իդեպ հարձակվողական զենքեր սա շատ կարեւոր է նշել Լավրովը ընդգծեց, որ անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենք, այդ թվում Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։ Սա ճշմարտություն է։ Սա միակ ճշմարտությունն է, որը Լավրովը այս իր մեծ ելույթի ժամանակ արտահայտել է։ Բայց այստեղ էլ նա գնացել է սխալ ճանապարհով, այդ միանգամից այդ ճշմարտությունը եւս բերեց հասցրեց 0-ի եւ հնչեցրեց հերթական սուտը որպես շարունակություն։ Ռուսական զենքը օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման համար եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկը այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Ռուսաստանը այդպիսի հաշվարկներ ուներ։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ, չգիտեմ ինչ վերլուծաբաններ են, պարոն Լավրովից պետք է հարցնենք։ Այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորել վերադարձնել Ադրբեջանին, պնդում է պարոն Լավրովը։ Նրա ասացի աստարը հասկանալի է, չէ։ Մենք տվել ենք Հայաստանին զենքեր եւ հնարավորություններ Հայաստանին, ոչ միայն Արցախին, Հայաստանին, իրենք Արցախը չեն ճանաչում։ Այնպիսի կուր պաշտպանություն կառուցել, որ Ադրբեջանը հետագայում այդ տարածքները չկարողանա գրավել։ Թե ինչպիսի պաշտպանություն կառուցվել էր այդ տարածքներում, կարծում եմ բոլորիս հայտնի է եւ դա հայտնի դարձավ ցավոք շատ ուշ մեզ համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, որտեղ են այդ պաշտպանական կառույցները, դա եւս մեզ բոլորիս հայտնի է այսօր։ Եվ այստեղ Լավրովը հերթական անգամ կեղծում է իրականությունը, ստում է նշելով, որ եղել է պաշտպանական կառույցներ, որոնք կառուցվել են Ռուսաստանի օգնությամբ եւ այո Ռուսաստանը շահագրգռված է եղել, տեսեք ինչ սուտ է, պահել այդ տարածքները, հայկական պահել։ Այն դեպքում, երբ այդ բոլոր տարիներին Ռուսաստանը ունեցել է մեկ գլխավոր նպատակ՝ բերել եւ տեղակայել այդ տարածքներում սեփական ռազմաբազան եւ հասել է այդ նպատակին մենք 44-օրյա ադրբեջանական ագրեսիայի մասնակցության միջոցով։ Եվ փաթեթավորել է այդ ռազմական բազան խաղաղապահների փաթաթանով, այսպես ասեմ։ Բայց հետագայում չի կարողացել պահել նույնիսկ այդ բավականին կասկածելի նվաճումը եւ 23-ին նրանք լքեցին Արցախը։ Նրանից հետո, երբ որ Արցախը լքեցին արցախցիները, իրենց քավորությամբ եւ հովանավորությամբ եւ դհոլների տակ եւ Պուտինի նկարը վկա էր այդ գործընթացին։ Այնպես որ ես որտեղ եմ տանում այս զրույցը, այն որ Լավրովը ստում է, դա կարծում եմ ակնհայտ է։ Այն որ Լավրովը այդ մեծ ասուլիսի ժամանակ, հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրել է մեկ ճշմարտություն, որը հետագայում հերքել է եւ հերթական ծածկել է, կոծկել է հերթական ստով, դա ակնհայտ է։ Ակնհայտ չէ, թե մենք ինչ ենք ուզում այս մարդկանցից։ Ինձ համար ակնհայտ չէ։ Մենք փորձում ենք, ես մի բան եմ հասկանում, պարոն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը իրականում բավականին անկեղծ է մեզ հետ։ Երբ որ նա ասում է, որ մենք վարում ենք բալանսավորած քաղաքականություն, սա անկեղծ մոտեցում է։ Նա իրոք վարում է բալանսավորած քաղաքականություն։ Հարաբերություններ Ռուսաստանի հետ, որոնք ըստ նրա նախարար Արարատ Միրզոյանի Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել։ Իրանի հետ, Հայաստանում է Իրանի պաշտպանության նախարարը, ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք ռազմավարական մտադրությունների մասին փաստաթուղթ։ Որքանով ես հասկանում եմ, այդպիսի փաստաթուղթ պատրաստվում է ստորագրման Ֆրանսիայի հետ։ Ինչու եմ ես այդ ամենը այսպիսի առանց ուրախությամբ, հա, առանց ուրախության եմ խոսում։ Գիտեք, մեծ հաշվով եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին վարվել է կոմպլեմենտար քաղաքականություն, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին վարվել է եւ սկզբունքով քաղաքականություն։ Հիմա վարում ենք բալանսավորած քաղաքականություն։ Արդյունքը մենք արդեն տեսել ենք
նորից 20-ին, 21-ին, 22-ին եւ 23-ին եւ ես շատ լուրջ մտավախություններ ունեմ, որ այդ նույն արդյունքը այդպիսի քաղաքականության վարելու դեպքում կարող ենք ունենալ նաեւ հետագայում։ Ես հույս ունեմ, որ ես սխալվում եմ, իհարկե, ինչպես միշտ, բայց այդպիսի մտավախություն ես ունեմ։ Եվ խնդիրը հետեւյալում է։ Ես դեմ չեմ բալանսավորված քաղաքականությանը, բայց բալանսավորված քաղաքականության համար դու պետք է ունենաս իրողություններ, փոփոխվող իրողություններ։ Իսկ մեր տարածաշրջանում իրողությունները չեն փոփոխվել այնպես, ինչպես չի փոփոխվել պարոն Լավրովի հռետորաբանությունը։ Ռուսաստանը չի փոփոխվել։ Հետևաբար շարունակել այսպիսի երկրի հետ ինչ որ հույսեր կապել եւ բալանսավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ այսպիսի երկրի հետ հարաբերություններով, ես կարծում եմ այնքան էլ ողջամիտ մոտեցում չէ։ Եվ այդ մոտեցման համար մենք բոլորս կարող ենք մի գեղեցիկ օր պատժվել։ Ես հերթական անգամ հույս եմ հայտնում, որ ես սխալվում եմ։ Սպասենք զարգացումներին, սպասենք նորություններին, տեսնենք ինչ է մեզ հրամցվելու Սյունիքում, լինելու է այնտեղ ռուսական հյուպատոսարան թե ոչ, եւ ըստ այդմ հասկանանք, թե որտեղ է մեզ տանում եւ որտեղ է մեզ կարող հասցնել մեր բալանսավորված քաղաքականությունը։ Այսպեսին էին այսօրվա մանրամասներն, ձեր հետ Դավիթ Ստեփանյանն կհանդիպենք։